Այս բանի շատ ակտուալ թեմա է գնաճը, որոշ չափով միջազգային առումով բարձրացել են գնաճային տոկոսները, այսինքն պայմանավորված նավթի գների բարձրացման հետ, նաև աճել է ինչ-որ չափով ինֆլյացիան։ Ըստ դրա կարա հարց առաջանա, լավ, ինչ-որ բան անենք, չանենք, ոնց այս ամեն ինչը ազդում արժեթղթերի գների վրա։ Սկսենք իհարկե կանխիկից, եթե կանխիկ եք պահում, իհարկե այդ գնաճը ազդում է կանխիկի գնահատականությունից, այսինքն ինչքանով մենք կարանք նույն գումարով գնենք ապրանքներ այս տարի անցած տարվա հետ համատած։ Անցնենք մյուս գործիքներին, օրինակ ավանն ու պարտատոմսը մոտավորապես նույն տիպի գործիք են, տալիս են ինչ-որ ժամանակահատվածում ինչ-որ ֆիքսված եկամուտ։ Ըստ դրա, եթե մենք պահում ենք այդ ավանդը կամ պարտատոմսը այդ ժամանակի կտրվածքով մենք ստանում ենք ֆիքսված եկամուտ, օրինակ, չգիտեմ, 9%։ Այդ 9%-ի մեջ կա երկու մաս, այսինքն ունենք նոմինալ տոկոսադրույք, որը 9%-ն է, ու ռեալը։ Ռեալը ինչ է նշանակում, որ այդ նոմինալից հանում ենք ինֆլյացիան, ստանում ենք ռեալ եկամտաբերություն, ռեալ տոկոսադրույք։ Հիմա երբ որ գնաճը բարձրանում է, բայց մեր եկամտաբերությունը մնում է նույնը, ռեալ եկամտաբերությունը ավելի ցածր է։ Նաև պետք է նշել, որ եթե մենք այդ պարտատոմսը վաճառեցինք այդ ժամանակի ընթացքում, սովորաբար իր գինը ընկել է, որտեղ շուկայական տոկոսադրույքները բարձրացել են, իսկ մեր մոտ տոկոսադրույքը ավելի փոքր է, քան շուկայականը, եւ ըստ դրա պարտատոմսի գինը նվազում է, բայց դա միայն ազդում է, այսինքն ընթացքում, եթե վաճառում ենք այդ պարտատոմսը։ Ասենք բաժնետոմսերի, բաժնետոմսերը եւս ազդվում են ինչ-որ չափով գնաճից, որտեղ էլի շուկայական տոկոսադրույքները սովորաբար բարձրանում են, որտեղ օրինակ կենտրոնական բանկերն են բարձրանում տոկոսադրույքները եւ այլն։ Երբ որ շուկայական տոկոսադրույքները բարձրանում են, իհարկե դա նվազեցնում է տնտեսական աճը, այսինքն վարկավորումը թանկանում է, ներդրումները ավելի թանկ է դառնում եւ այլն, ու տնտեսական ակտիվությունը նվազում է, ըստ դրա կազմակերպությունների շահութաբերությունը, շրջանառությունը, այսպես ասած, ու ազդում է նաեւ դրանից։ Պետք է նաև նշել, որ ստեղ կան կարճաժամկետ եւ երկարաժամկետ էֆեկտներ։ Հիմա ինֆլյացիան, եթե ենթադրում ենք, որ սա նավթի գները ժամանակավոր են բարձրացել, այդ առանձնապես մտահոգվել դրանից պետք չէ, որովհետև հիմա բարձրացել են, հետո գուցե կնվազեն, ու ըստ դրա առանձնապես ինչ-որ գործունեություն ծավալել մեր փոխերի մակարդակով պետք չէ, այսինքն ինչ-որ քայլեր ձեռնարկել։ Բայց կա նաև երկարաժամկետ հատվածը, որը ավելի հետաքրքիր է։ Երկարաժամկետը արդեն մեր կանխատեսումներից է գալիս, թե ինֆլյացիան երկարաժամկետ ինչ մակարդակի վրա լինելու, ու այդտեղ արդեն ազդում է մեր երկարաժամկետ որոշումների վրա, ինչքան պարտատոմս, ինչքան օրինակ բաժնետոմս։ Ինչու է այստեղ տարբերվում, որովհետև բաժնետոմսերը սովորաբար ապահովում են շրջանառություն, շահույթ, երբ որ ինֆլյացիան բարձրանում է, կազմակերպությունը բարձրացնում են իրենց ապրանքների, ծառայությունների գները, ու դրա նաև իրենց շահույթն է բարձրանում։ Ու արդեն պետք է հաշվի առնել տարբեր, չգիտեմ, գուցե մակրոտնտեսական էֆեկտներ, ինչ կանխատեսումներ մենք ունենք ընդհանուր ինֆլյացիայից երկարաժամկետ։ Այստեղ երևի թե ամենակարևոր գործոններից մեկը այն է, թե ինչքան վարկավորված են տարբեր տնտեսություններ, ինչքան վարկավորումը ավելի բարձր է, այնքան ավելի հավանական է, որ այդ տնտեսությունները սկսեն ավելի, չգիտեմ, փող տպել, կոպիտ ասած, կամ ավելի շատ գումար ստեղծել, հա, որ ինֆլյացիան բարձր լինի, որտեղ երբ որ ինֆլյացիա բարձր է, վարկեր վերադարձնելը շատ ավելի հեշտ է։ Նենց որ այդ ամեն ինչը արդեն մեր կանխատեսումներից է կախված, եւ իհարկե պետք է ցավոք սրտի հաշվի առնել նաեւ այսինքն ռազմական բախումներ, չգիտեմ, կոնֆլիկտներ եւ այլն, երբ որ իհարկե աշխարհում կոնֆլիկտները շատ են, ըստ դրա պետությունները պետք է ավելի շատ ծախսեն ռազմական ծախսերը ավելացնել, ու այդտեղ եւս ինֆլյացիան սովորաբար ավելի բարձր մակարդակի վրա է։ Նենց որ սահմանելով կամ ամփոփելով այս ամեն ինչը, կարելի է ասել, որ իհարկե պորտֆելի մակարդակով թե ավանդ, թե պարտատոմս, թե բաժնետոմս պետք է ունենալ, բայց երկարաժամկետ, այսպես ասած, կանխատեսումներից ելնելով, գուցե պետք է ինչ-որ չափով չնչին գոնե կամ ինչ-որ չափով վերաբաշխել պորտֆելի բաշխվածքը, այսինքն ինչքան բաժնետոմս, ինչքան պարտատոմս, ու ինչքան ավանդ։
Դե հուսամ օգտակար էր եւ կապի մեջ կլինենք ավելի այլ ինֆորմացիայի մասով եւս սովորաբար զրույց կունենանք։ Դնում հենց որ կապի մեջ։